Բարև ձեզ ու շնորհակալություն, որ այսօր նորից անպատասխան չեք թողել անտիկոր հակակոռուպցիոն հարթակի աշխատաժողովը։ Հիշեցնեմ, որ առաջին մեր աշխատաժողովը վերաբերում էր ընդհանրապես համակարգային կոռուպցիայի դրսևորման բոլոր ձևերին, բոլոր ոլորտներում, բայց գաղտնիք չի, որ այս ընթացքում Հայաստանի Հանրապետությունում նախընտրական փուլ ենք մտել, նախընտրական քարոզչական շրջանում ենք գտնվում եւ Անտիկորը մոտ 1 ամիս տևողությամբ հետազոտություններ իրականացրեց նախընտրական քարոզչության ընթացքում, թեև պաշտոնապես քարոզչությունը, եթե չեմ սխալվում, 7 կամ 8 օր է արդեն որ սկսվել է, բայց դրանից առաջ էլ քանի որ ոչ պաշտոնական, բայց քարոզարշավը շարունակվում էր, մենք իրականացնում էինք հետազոտություններ, որի ընթացքում պիտի արձանագրենք, որ տասնյակ, եթե չեմ սխալվում, 16 ուղղություններով մեր փորձագետները, անտիկորի փորձագետները արձանագրել են համակարգային կոռուպցիայի լուրջ մեծ խնդիրներ։ Դրանց մասին իրականում շատ ենք խոսել ժամանակի ընթացքում, բայց մինչև հիմա պիտի հատուկ առանձնացնեմ, որ շարունակում են որպես ճնշման միջոց, որպես կոռուպցիայի դրսևորման միջոց, շարունակում են արդիական լինել քրեական օրենսգիրքը, քրեական վարույթները, որովհետև ոնց որ թե այս իշխանության համար ամենաուժեղ մուրճը դարձել է քրեական օրենսգիրքը եւ իմ շատ մոտավոր հաշվարկներով ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց մոտ առապես 40-45%-ը արդեն գոնե մեղադրյալի կարգավիճակ ունեցել է ամենատարբեր առիթներում։ Աշխատաժողովի կարգի վերաբերյալ, մենք անելու ենք ինչպես նախորդ անգամ մեր հարգարժան գործընկերները, ովքեր որ խոսք պիտի ասեն, կգան այստեղից կխոսեն, մինչև 10 րոպե տևողությամբ ելույթ կունենան, դրանից հետո մինչև 5-6 րոպե կունենանք հարց ու պատասխան, եթե այդպեսին կլինի, եւ այդպես կշարունակենք։ Նախապես ասեմ, որ երկար չի տևելու այսօրվա մեր աշխատաժողովը, ինչպես նախորդ անգամ էր, դրա պատճառներից մեկն այն է, որ այսօր ունենք կոնկրետ նեղ ուղղվածություն եւ այսօրվա աշխատաժողովը նվիրված է նախընտրական այս փուլում կոռուպցիոն, համակարգային կոռուպցիոն դրսևորումների հետ։ Ես կարճ ուղղակի այդ մեր հետազոտությունների ուղղությամբ արձանագրեմ, որ քրեական հատկապես վարույթների շրջանակներում նկատվում են կուսակցությունների, ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ թե տոտալ գաղտնալսումները մենք արդեն գիտենք, որ բոլորին այսպես գաղտնալսում են, հիշելով օրինակ Բագրատ Սրբազանի հետ կապված քրեական վարույթը, հիշելով Խաչիկ Գալստյանի հայերենի կուսակցության գլխավոր քարտուղարի հետ կապված ձայնագրություն եւ բազմաթիվ այլ ձայնագրություններ, մենք տեսել ենք մի իրողություն, որ իշխանությունը կամ ավելի ճիշտ այս դեպքում իրավապահ մարմինները այդ ձայնագրությունները ձևախեղում են, խմբագրում են, փոփոխում են, մոնտաժում են եւ հրատապ ներկայացնում են հանրությանը որպես ապացույց այն բանի, թե իբր կոնկրետ թիրախավորված այս քաղաքական ուժը կամ այս անձը կատարել են, ընտրակաշառք են բաժանել, հավաքներին մասնակցելու համար ընդհանրապես շահագրգռել են, եւ որ ամենակարևորն է, որի մասին մենք շատ ենք վերջերս խոսում, հատկապես 5 իրավապաշտպանների նախաձեռնության շրջանակներում Վարազդատ առաջինը այս հարցը բարձրացրեց, որ հակակոռուպցիոն կոմիտեն օրինակ յուրաքանչյուր ձայնագրությունը հրապարակելուց կամ մամուլի հաղորդագրությունը հրապարակելուց հետևողականորեն նշում է կուսակցության անունը։ Օրինակ, ուժեղ Հայաստան կուսակցության դրոշներ են ցույց տալիս։ Ես գտնում եմ կամ մենք գտնում ենք, որ հակակոռուպցիոն կոմիտեի խնդիրը ոչ թե կոնկրետ քաղաքական ուժին թիրախավորելը պիտի լինի, այլ ընդհանրապես ընտրակաշառքների դեմ պայքարը եւ հակակոռուպցիոն կոմիտեի համար նշանակություն պիտի չունենա դա ուժեղ Հայաստանն արեց, Հայաստան դաշինքն արեց, քաղաքացիական պայմանագիրն արեց եւ այլն, այսինքն որպես կանխարգելում, որը հաճախ վերջի շրջանում ներկայացում է, թե իբր այդ անունները տալը նպատակ ունի նաեւ կանխարգելելու, այ հենց որպես կանխարգելում պետք է նշանակություն չունենա կոնկրետ անունը։ Պետք է լինի ընդհանուր ձևակերպումներ առանց նշելու կոնկրետ ուժի անուն։ Իսկ ինչի են կոնկրետ ուժերի անունները նշվում, շատ պարզ պատճառով, որովհետև էլի մեր գնահատմամբ հակակոռուպցիոն կոմիտեն վերածվել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական շտաբի, քարոզչական շտաբի եւ խնդիրը այստեղ բացարձակ իրավապահ համակարգի օրենքով նախատեսված գործառույթները, լիազորությունները իրականացնելը չի, այլ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներին եւ հատկապես падգամավորներին ամենօրյա ռեժիմում քարոզչություն իրականացնելու շրջանակներում ելույթի կամ ուղիղ եթերների խոսք տրամադրելն է։ Միաժամանակ ուզում եմ այսօր մենք նաեւ խոսելու ենք քրեական օրենսգրքում հայտնի մի հոդվածի մասին, որը վերջի շրջանում էլի
շրջանառության մեջ դրվեց, խոսքը վերաբերում է հավաքներին նյութապես շահագրգռելու այդ հայտնի օրենքին, հա, կարճ ասած, որևէ եղանակով անձին շահագրգռում են, որպեսզի նա մասնակցի կամ հրաժարվի մասնակցելուց որևէ քաղաքական միջոցառման հավաքի։